Օրհնյալ լինի Տիրոջ անունը, եղբայրներ, քույրեր, եղբայրները բավականին հորդորեցին, որ հիմնական միտքը, որպեսզի մեր ներսը Աստծո հետ հաշտության գա։ Որովհետև մենք տեսնում ենք բոլոր դարերի մեջ եւ Աստվածաշնչից ենք մենք կարդում վիճակներ, որոնք մարդիկ եղել են աստվածապաշտներ, բայց հեռացած Տիրոջից բողոքներով լցված, սրտուժներով եւ այլն։ Բայց Աստված բարի է մեր հանդեպ։ Թեկուզ մենք դա չենք հասկանում, բայց ինքը բարի է մեր հանդեպ, ինքը սիրում է մեզ։ Եվ դրա համար Պողոս առաքյալը գրում է 2 Կորինթացիս թղթում 5-րդ գլուխ 20 համարը. Քրիստոսի կողմալե դեսպանություն կնենք, իբրև թե Աստված կբարեխոսե մեզմով, կաղաչենք ձեզի Քրիստոսի կողմալե, հաշտվեցեք Աստծո հետ։ Եվ 21 համարն ասում է, վասնզի Աստված զանիկա, որ մեղք չգիտեր, մեզի համար մեղավոր սեպեց, որպեսզի մենք անոր միջոցով Աստծո արդարները լինենք։ Առաքյալն ասում է, մենք դեսպանություն ենք անում եւ աղաչում ենք ձեզ, որ հաշտվեք Աստծո հետ։ Ժորժ ջան, գիտեք, որ սատանայապաշտների մեջ կան մարդիկ, որոնք ծնվել են քրիստոնյա ընտանիքում, նրանք եղել են քրիստոնյաներ, եւ եկել է իրանց կյանքում մի հատ դժվարին պահ, որի մեջ իրանք չեն հասկացել, թե ինչու է դժվարությունը պատահել իրանց, եւ այդտեղ իրանց մեջ ապստամբություն է առաջացել Աստծո դեմ, եւ հակառակվելով Աստծուն, ոչ թե ընդամենը դարձել են անհավատ մի մարդ, այլ ավելի հակառակվելով դարձել են սատանայապաշտներ, որպեսզի հակառակ լինեն Աստծուն, որտեղ իրանց պատկերացրած Աստվածը իրանց կյանքի մեջ չերևաց։ Մարդը ինչպես է պաշտում Աստծուն։ Մենք հավատում ենք, չէ՞ որ Աստված ամենակարող է։ Ամեն։ Աստված ամենագետ Աստվածը, ամենատես Աստվածը, Աստված բարի Աստվածը, չէ՞։ Բայց մենք չենք ուզում իմանանք, թե ինչպիսին է իր կամքը։ Մենք ուզում ենք, որ ինքը միշտ բարի լինի, մեր պատկերացրած բարին, ինքը մեր կյանքում միշտ խնդիրները լուծի, մենք ինչ որ իրանից ուզենք, անմիջապես դա կատարվի, չունենանք հիվանդություն, չունենանք դժվարություն, նեղություն, փորձություններ, երբ որ մենք աղոթք ենք անում, որ Աստված այդ հարցը լուծի այսպես, եւ այդ հարցը չի լուծվում այդպես, մարդու ներսը սկսում է ապստամբել Աստծո դեմ։ Այդպես չենք եղել մենք փոքր ժամանակ եւ այդպես չեն մեր երեխաները։ Երբ որ նրանք մի բան են մեզանից ուզում, ու մենք ասում ենք հիմա չէ, հետո դու լավ papa չես, դու չես սիրում ինձի, դու անընդհատ ինձի ուզում ես հակառակ բաներ անես, սկսում ենք թարսվել, չէ՞։ Եղել է, որ դուք ձեր ծնողների հետ տես թարսվել եք, մի բան եք ուզել չեն արել, դու անգամ չես ուզեցել խոսաս հետը։ Նույնը հիմա մեր երեխաները այդպես երբեմն չի լինում, երբեմն լինում է, չէ՞։ Այդ նույն հոգեբանությամբ մենք դառնում ենք քրիստոնյա։ Երբ որ Աստծոց բաներ ենք ուզում եւ Աստված մեր ուզածները մեզ չի տալիս, մենք հակառակվում ենք Աստծուն։ Եվ սկսում ենք ապստամբությամբ լսվել, բայց առաքյալն ասում է հաշտվեք Աստծո հետ։ Ինչու՞։ Ես մի բան եմ ուզում հարցնեմ։ Օրինակ, եթե դու ունես շատ կարողություններ եւ քո կողքի հարևանը շատ մեծ խնդիրների մեջ է, նեղության եւ խնդիրների մեջ է։ Եվ այնպեսի մի վիճակ է, որ դու իրան պետքա քո օրգաններից մեկը տաս։ Փողով այդ ամեն ինչը չի լուծվել, դու պետք է տաս այդ օրգաններից մեկը։ Եվ դու պատրաստ ես քո օրգաններից մեկը տաս քո հարևանին։ Ծանր հիվանդ է ինքը։ Ոնց ես մտածում այդ հարևանը
ինչ պիտի մտածի, դու եթե քո օրգաններից մեկը տվեցիր իրան, ինքը պատրաստ է այդ նույն մարդը քեզի նաև ֆինանսական օգնելու։ Պատրաստ է, թե չէ։ Եթե դու կարաս քո կյանքը տաս մեկի համար, քո փողը չես կարա տաս մեկի համար։ Հիմա Աստված իր միածին որդուն տվել է մեզ համար։ Ամենաթանկը, դրանից իր որդուց ավելի թանկարժեք բան, որ ինքը իր էությունն էր, իր կյանքը տվեց Աստված մեզ համար։ Տեսեք ոնց է գրված, Հռոմեացիս թղթում այսպես ասում, Հռոմեացիս 8-րդ գլուխ 32 համարը, ան որ իր որդուն չխնայեց, հապա մեր ամենի համար մատնեց զանիկա, ալ ինչպես անուրեց ամեն բաները մեզի չի պարգևի։ Եթե Աստված իր ամենաթանկն է տվել մեր համար, այդ մանր բաները չի տա, կտա թե չի տա։ Իսկ ինչի համար է ձգձգվում երբեմն մեր կյանքում, որովհետև Աստված մեր հետ գործ ունի կատարելու։ Եսայիա մարգարեության մեջ այսպես է գրված, Եսայիա մարգարեություն 30 48-րդ գլուխ 17 համարը, այսպես կսե Տերը քո փրկիչդ, Իսրայելի Սուրբը, ես եմ քո Տեր Աստվածդ, որ քեզի օգտակար եղածը կսովորացնեմ ու քայլելու ճամփիդ մեջ քեզ կառաջնորդեմ։ Ես քեզ օգտակար եղածն եմ սովորացնում եւ քո գնալու ճանապարհի մեջ ես եմ քեզ առաջնորդում։ Եվ մարդկանց պատկերացումը նա է, որ առաջնորդել նշանակում է բոլոր խնդիրները լուծվի մեր ուզած ձևով, ոչ։ Եվս մի համար ասում է նույն Եսայիա մարգարեության մեջ, այսպես է գրված, 43-րդ գլուխ առաջի համարից պիտի ասեմ, կարդամ։ Եվ հիմա ով Հակոբ, քեզ ստեղծողը ու ով Իսրայել, քեզ ձևակերպող Տերը այսպես կսե. մի վախնար, վասնզի ես քեզի փրկեցի, քեզ քո անունովդ կանչեցի, դու իմս ես։ Երբ ջրերեն անցնես, ես քեզի հետ պիտի լամ, ու երբ գետերեն անցնես, քեզ պիտի չկոխեն, երբ կրակի մեջ են քայլես, պիտի չայրվես, եւ բոցը քեզ պիտի չբռնկցնե, քանզի ես քո Տեր Աստվածդ Իսրայելի Սուրբը քո փրկիչն եմ։ Չի ասում, որ դու կրակի մեջով չես անցնի, ջրերի մեջով չես անցնի, խնդիրների մեջով չես անցնի, չի գրված։ Գրված է երբ անցնես, ես քեզի հետ եմ։ Ինչի, որովհետև մարդու ներքն աշխարհը կա անհավատություն, էգոիստություն, այս կյանքի ցանկություն, բայց Աստված այդ սրտով մեզի չի կարա տանի երկինք, ուզում է մեզ մաքրի։ Գործնական մեր կյանքի մեջ դա նկատել ենք, տեսել ենք, թե ոնց Աստված մաքրում մեզ։ Եվ որպեսզի մաքրի, պետք է ջրերի մեջով անցկացնի, կրակի մեջով անցկացնի, խնդիրների մեջով անցկացնի, որ մաշեցնի մեր մեջ եղած անօրինության նկատմամբ ունեցած ցանկությունները։ Սաղմոս 39-ում այսպես է գրված, 11 համարը, անօրենության համար հանդիմանություններով կխրատես մարդը, ցեցի պես կհալեցնես անոր ցանկալի բաները, մաշեցնում ես մարդու ցանկությունները։ Մարդը այդքան հեշտ չի համաձայնվում իր ցանկություններից հրաժարվի, բայց Աստված ճանապարհ է պատրաստում, որսի մարդու ներքնաշխարհում առաջացնի հիասթափություն, տեսնելով այս կյանքի դատարկությունը, որսի մարդու սրտում կատարվի մի կարևոր ճշմարտություն, դուք խնդրեցեք երկնքի թագավորությունը եւ ձեզ կտրվի այդ ամեն բաները։ Բայց մենք խնդրում ենք ամեն բաները, որպեսզի ծառայեցնենք մեր թագավորության համար։ Իսկ Աստված ասում է, ես ձեզ կտամ այդ ամեն բաները, ինչ որ ձեզ պետք է ձեր կյանքի համար։ Բայց դու խնդրի երկնքի թագավորությունը, որովհետև առանց երկնքի թագավորությունը խնդրելու
առանց փնտրելու երկնքի թագավորություն, մենք այդտեղ չենք կարող մտնել։ Չենք կարող մտնել։ Եթե մեզ հետաքրքրում է այս կյանքի ցանկությունները, այս կյանքի զվարճանքները, փառքը եւ մենք դա ենք ուզում Տիրոջից, մենք երկին գնալու կարիք չկա, Աստված չի տանելու մեզ երկին, որտեղ ընդ տխուր է լինելու քո համար։ Մեր համար տխուր կլինի։ Հիմա պատկերացրա դու ապրում ես այս կյանքի զվարճանքներով։ Չգիտեմ, մարդիկ տարբեր իրանց փառքով, իրանց ցուցադրվելով եւ այլն, տարբեր այսպեսի ձգտումներով ապրում ես։ Եթե Instagram-ների մեջ նայեք, տեսնեք մարդիկ ինչով են ապրում։ Ինչ կերան նկարում դնում են, ինչ հագան դնում են, ինչ ներկվան դնում են, ինչ տեղ գնացի ման գալու դնում են, որպեսզի մարդիկ տենան, թե դու ինչքան հնարավորությունների տեր մարդ ես եւ ինչքան կարաս դու կյանքը վայելես, որպեսզի մարդիկ երանի քեզ ու լայք անեն այդ քո ապրած կյանքին։ Սա չի մարդու ամբողջ ուզածը։ Բոլոր այդ բաները մարդը ցույց է տալի։ Իշ ժողովուրդ ջան, հիմա երկնքում այդ տեղերը չկա, որ դու նկարվես դնես Instagram-ի մեջ, ընդ ինտերնետ չկա, Աստծո թագավորության մեջ։ Ես կարա անընդհատ ինտերնետով բաներ նայես։ Չկա զվարճանքների տեղեր, չկան այդպեսի բրենդով խանութներ, որ դու եթաս առնես, վերցնենք այդ 10,000, 15,000 դոլարն ու սունկեն, մի քիչ բարձր պահես, հետո նկարես դնես Instagram-ի մեջ, մարդկանց ցույց տաս, թե դու ինչ ունես։ Դες բաներ չկա, տխուր չի լինի դե քո համար։ Տխուր կլինի, չէ՞։ Հիմա որպեսզի քո համար ընդ տխուր չլինի, մեր սիրտը ցանկանա երկնքի թագավորությունը, Աստված մեր մեջի այդ ցանկալի բաները ստե է մաշեցնում։ Մաշեցնում է, տեսեք ինչքան է սիրում մեզ, որ մի կողմ չի քսում մեզ, հակառակը մաշեցնում է այդ բոլոր ցանկությունները, այդ բոլոր փառքը, զվարճանքները, որի մեջ մենք կյանք ենք տեսնում, մաշեցնում է, որպեսզի մենք դժոխք չգնանք, մեր սիրտը իրան փափագի։ Իսկ եթե մենք հակառակ կանգնենք, մերժենք ճշմարտությունը եւ ուզենք նորից մեր ցանկություններով շարունակենք, մենք պետք է հայտնվենք դժոխքում։ Ճշմարտությունը սա է։ Եթե մենք իհարկե սիրում ենք քարոզիչներ, որոնք ասում է մարդիկ վերջի ժամանակներում իրանց սրտի ցանկությունների համեմատ քարոզիչներ, վարդապետներ պիտի փնտրեն, որոնք իրանց սրտի ուզածով խոսան։ Եվ մենք տեսել ենք այդպիսի քարոզիչներ, վարդապետներ, որոնք միշտ դավանել են, որ Աստված քեզի հեսա կտա, ես կլինի, գնացել են հիվանդի մոտ, Աստված քեզ հիմա առողջացնելու է, երկար կյանք տալու, դու ամենազեն սենց մենք իրար հետ էթալու ենք, այգի խորոված անենք ուտենք, բայց ես նայում եմ էթում է այս մարդը։ Խորոված ենք անելու, ուտելու ենք իրար հետ, դու երկար ես ապրելու, փառք ու Տիրոջը, դավանի ու հելնելու ես քայլես։ Դավանում, երկու օր հետո թաղումն է։ Աստված մաշեցնում է մարդու ներսը, որ մարդը Աստծուն ցանկանա, Աստծո ամբողջ նպատակը երկար ապրելը չի այս կյանքի վրա, այս երկրի վրա։ Երկար ապրելը չի, Աստված եկեղեցին է կառուցում։ Մեր համար է այս կյանքը հավիտենական թվում, բայց այս կյանքը ակնթարթ է։ Ակնթարթ է, մենք չենք էլ հասկանում, թե ինչքան կարճ է մեր կյանքը։ Շատ կարճ է մեր կյանքը։ Բայց այդ ակնթարթի մեջ Աստված արագացրած ձևով մեր մեջ աշխատանք է տանում, որպեսզի իր ուզածը մեր մեջ կատարվի եւ մենք էլ իր հետ ապրենք հավիտենական թագավորության մեջ։ Տեսեք, Ծննդոց գրքում էսպես է գրված Հակոբի համար 28-րդ գլուխ 15 համարը։ Եվ ահա ես քեզի հետ եմ, ու ամեն ուր որ երթաս, քեզ պիտի պահեմ, ու քեզ այս երկիրը պիտի դարձնեմ, քանզի մինչև որ իմ քեզի զրուցածը շնեմ, քեզ պիտի չթողեմ։
Միջև իմ զրուցածս քո հետ չանեմ, ես քեզ պիտի չթողեմ։ Եվ առաքյալը գրում է, Աստված այն բարի գործը, որ սկսել է մեր կյանքի մեջ, նա ավարտին պիտի հասցնի։ Միայն մեր կողմը, որ համաձայնվենք։ Եվ Պողոս առաքյալը դրա համար ասում է, կաղաչեմ ձեզի Քրիստոսի կողմանը, հաշտվեք Աստծո հետ, որովհետև Աստված բարի է։ Բոլոր վիճակների մեջ եղբայրը դրա մասին խոսում էր, փառք տուր Տիրոջը, գոհացի Տիրոջից, որովհետև դու չգիտես ինչ գործ է կատարում Աստված քո հետ։ Գործը կատարելուց հետո ենք մենք հասկանում, թե ինչ գործ կատարվավ։ Հոբին, երբ որ Աստված մաշեցնում էր, այդ ճանապարհն էր անցկացնում մաշեցնելով իր բոլոր ցանկությունները։ Երբ որ եկավ վերջը եւ արդեն տեսավ այդ վիրահատությունը կատարվավ, նարկոզի տակից ելավ Հոբը ու տեսավ, թե ինչ է կատարվել իր հետ, ասեց Աստված իմ այդ սքանչելի բաներ էր կատարում ու ես դա չէի հասկանում։ Սքանչելի բաներ, կորցնել 10 երեխա մի օրվա մեջ, կորցնել միլիարդներ մի օրվա մեջ, ծառաներ, հիվանդանալ, կնոջ կողմից էլ մխիթարության փոխանակ նախատինք ստանալ, այդ տառապանքի մեջ Հոբը այդ տառապանքը վերջում գնահատում է սքանչելի բաներ։ Մենք սքանչելի բաներ ցանկություններն ենք, չէ՞, համարում, որ կատարվում են սքանչելի է, բայց Հոբը այդ տառապանքը, այդ ճանապարհը, ասեց սքանչելի բաներ էր կատարում այդ։ Ինչի, որովհետև Աստված մաշեցրեց Հոբի ցանկալի բաները։ Ուզում ենք, որ Աստված մեզ տանի երկնքի թագավորություն եւ մենք իր հետ ապրենք։ Ուրեմն դադարենք այս կյանքի ցանկությունները խնդրելու, դադարենք այս կյանքի ցանկությունների մեջ երջանկություն փնտրելու, մեր ներսի դատարկությունը կշտացնելու, այլ մենք խնդրենք երկնքի թագավորությունը, մեր սիրտը իրան փափագի եւ Աստված ամեն բան մեզ կտա, ինչ որ մեզ պետք է։ Ես այս օրինակ եմ վերել, մի անգամ տարիներ առաջ էր, մեկը շատ ցած նեղված եկավ եկեղեցու մեր, ասի մոտեցա, ասի քիչ ջան, ինչ ա եղել, ես այսքան տրտմած նեղված։ Դե ասում է եղբայր ջան, ընցի քանի ամիս առաջ տենց որ վկայեցին Աստծո մասին, ասին արի Աստված քեզ կբժշկի, քո խնդիրները կլուծի, վերջը եկել եմ, հիմա խնդիր ունեմ, խնդրեմ ունեմ։ 6 ամիս ա եկել եմ եկեղեցի, եղբայրներն են աղոթում, եկեղեցուն եմ ասում աղոթեն, ես եմ աղոթում, Աստված չի լուծում այդ հարցը, չի բուժում։ Ասում ճանապարհը սա է, Աստվածաշունչն ասում է դու երկնքի թագավորությունը խնդրի եւ փնտրի, այդ հարցը կլուծվի։ Ասեց, ասի հա։ Մի քիչ ոնց որ աչքերը փայլեց, ոնց որ բանալին գտավ։ Ես էլ այսքան ժամանակ ուրիշ բանալիով էի բացում չէր բացվում այդ դուռը, հիմա գտա բանալին։ Վերջը գնաց մի որոշ ժամանակ հետո էլի հանդիպեցինք տենց առիթ եղավ, էլի նույն վիճակն էր, ասում ինչ ա եղել, նորից նույն վիճակն ա ոնց որ մոտդ, հա, ասում ա եղբայր ջան, քո ասածն էլ արեցի։ Ասում ա այս քանի ահագին վախտա ամեն աղոթելիս մեջ ասում Տեր, ես երկնքի թագավորությունն եմ ուզում։ Էլի չի լուծվում այդ հարցը։ Ասում գիտես խի չի լուծվում, որովհետև դու այդ խնդրի անունը փոխել ես, անունն ես փոխել, դրել ես երկնքի թագավորություն։ Նշանակ ասում էր օրինակի համար, այս հիվանդությունն եմ ուզում բուժվի, օրինակ։ Հիմա այդ հիվանդության անունը, չգիտեմ, քանսերա վերցնենք, քանսերը ուզում եմ բուժվի։ Հիմա որ հասկացար երկնքի թագավորությունը պիտի փնտրես, քանսերի անունը փոխիր, դրիր երկնքի թագավորություն։ Հիմա էլի դու նույն բանն ես ուզում, դրա համար այդ հարցը չի լուծվում։ Մենք պետք է երկնքի թագավորությունը, Աստծո արդարությունը, նրա ուրախությունը եւ նրա խաղաղությունը ունենանք մեր սրտերի մեջ։ Այսինքն մենք ուզում ենք, որ Աստված լինի մեր կյանքում։ Եթե մեռնենք էլ, մենք խնդրեմ չունենք։ Քանի որ մենք հավատում ենք, որ մահից հետո կյանք կա եւ այնի հավիտենական է։ Մենք այսօր թեկուզ մենք մեղքով ենք ծնվել, մեծացել, մեղքի բնություն կա մարդու մեջ, բայց այդ պայքարի ժամանակ մենք հակառակվում ենք հին բնույթին եւ հաշտվում ենք Աստծո հետ, համաձայնվում ենք Աստծո կամքի հետ եւ օր-օրի մեր մեջ սկսում է բարձրանալ
Աստծո նկատմամբ ունեցած փափագն ու նախանձավորությունը, որը մեզ տանում է երկնքի թագավորություն։ Հաշտվենք Տիրոջ հետ։ Համաձայնվենք այն ճանապարհի հետ, որ Տերը մեզ տանում է, եւ փառավորենք Տիրոջ, ասենք դու բարի բան ես անում իմ կյանքում։ Մաշեցնում ես իմ ցանկալի բաները, օգտակար բաներն ես մեզ սովորացնում։ Եվ Տերը ասում է Եսայիա մարգարեության մեջ, քո առջևից պիտի գնամ, խորթուբոր տեղերը պիտի շիտկեմ, պղնձե դռները պիտի փշրեմ, երկաթե նիգերը կոտրտեմ եւ քեզ խավարի մեջ ծածկված գանձեր եւ պահված հարստություններ պիտի տամ, որսի գիտնաս, որ ես եմ Տերը։ Հարց Տիրոջը։ Մենք գանք Տիրոջ առջև մեր բոլոր բողոքներից հրաժարվելով եւ մեր սիրտը հաշտեցնենք Տիրոջ հետ, հավատալով, որ Աստված իր միածին որդու որ տվել է, ամեն բան պատրաստ է տա, բայց քանի որ մեզի դեռ չի տալիս, ճանապարհ անցկացնում, ուրեմն ինքը բարի է եւ բոլոր բաների մեջ մենք պետք է փառավորենք Տիրոջը։ Մեզ բոլոր պատահած բաների մեջ դու արդար Աստված ես։ Տեր օրհնի։